Արմեն Գևորգյան, Հայաստան խմբակցության պատգամավոր, պատկերավոր ասած Երևանի կենտրոնի կեսը պատկանում է իրեն, Մհեր Գրիգորյան, փոխվարչապետ, աշխատել է նախկինում Արջին բանկում, եղել է տոպ մենեջերներից մեկը, Տիգրան Խաչատրյան, փոխվարչապետ, Արայիկ Հարությունյան, կառավարության աշխատակազմի ղեկավար, Արարատ Միրզոյան, արտաքին գործոս նախարար, Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ, Տիգրան Ավինյան, Երևանի քաղաքապետ, Տարոն Մարգարյան, Երևանի նախկին քաղաքապետ, Հայկ Մամիջանյան, պատիվ ունեմ խմբակցության ղեկավար թե քարտուղար, Սերժ Սարգսյանի սանիկ, բազմաթիվ մարզպետներ, բազմաթիվ քաղաքապետեր, կարելի է շարունակել այս շարքը դնելով մարզպետների, քաղաքապետերի, Վարուժան Ներսիսյան, հարգելի բարեկամներ, Հայաստանի 3-րդ նախագահի խորհրդականն է եղել, հիմա Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանն է։ Այս մարդկանց, այս բոլորին գիտեք ինչն է միավորում։ Այս բոլորին միավորում է այն, որ իրենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերում չծառայած լինելով հանդերձ, զբաղեցրել կամ զբաղեցնում են բարձրագույն պաշտոններ։ Մարդիկ, ովքեր մերժել են զինված ուժերում ծառայությունը, եւ մարդիկ, ով առաջին, երկրորդ եւ երրորդ հայացքից երևում է, որ առողջական խնդիրներ չունեն։ Ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրներ չունեն։ Չի կարող ֆուտբոլ խաղացողը ծառայության հետ այնպիսի անհամատեղելի առողջական խնդիրներ ունենալ, որ չկարողանալ ծառայել։ Եսին որ աստիճանի սկոլիոզ ունեցող անձնավորությունը թղթերի մեջ գրված է, սկվոշ է խաղում։ Պետ եկամուտների կոմիտեի նախկին նախագահն էր։ Աշխատում է ներկայումս Ռոբերտ Քոչարյանի հետ աֆիլացվող Արջին բանկում։ Տնօրենի տեղակալն է, կառավարության անդամ էր, հետո դարձավ պետ եկամուտների կոմիտեի նախագահ, հիմա Արջին բանկում է աշխատում, աշխատավարձը մի քանի միլիոն դրամ։ Այսպիսի քաղաքականություն է իրականացվել Հայաստանի Հանրապետությունում, հարգելի բարեկամներ, բանակում չծառայելը խրախուսվել է, միայն 2011-ից 2019 թվականներին միայն օֆիցիալ տվյալներով 50,000 մարդ ազատվել է զինվորական, պարտադիր զինվորական ծառայությունից։ Նույնը վստահ եղել է զրոյական թվականներին եւ 90-ական թվականներին։ Եվ հիմա այս մարդիկ, օրինակ քաղաքապետը, որևէ քաղաքի քաղաքապետը աջակցում է պավեստկաները բաժանելու պրոցեսին, այսինքն քաղաքապետը պավեստկաներ է բաժանել տալիս։ Զորակոչի պատասխանատուն մարզում մարզպետն է, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները աջակցում են այդ պրոցեսին։ Օրինակ Երևանի քաղաքապետը Ավինյան Տիգրանը, ում ճակատին գրված է Պսորիաս $15,000, ճակատին գրված է։ Նա պավեստկաներ է բաժանել տալիս։ Եվ նա բանակում չի ծառայել, բայց մայիս ամսին մասնակցել է ապրիլյան պատերազմին։ Նա բանակում չի ծառայել, բայց պավեստկաներ է բաժանել տալիս։ Հարյուրավոր վկայություններ կան այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում կան տարածքներ, կան դիրքեր, որտեղ հայ դիրքապահները, այսինքն սովորական քաղաքացին, ում տանում պավեստկա են տալիս 25-օրյա հավաքներին մասնակցելու համար, այդ քաղաքացին ժամանակավորապես դիրքապահ դարձած
հասնում է դիրքեր անցնելով ադրբեջանական դիրքապահների հսկողության տակ գտնվող կետերի միջով, անցակետերի միջով։ Այսինքն պատկերավոր ասած Ավինյան Տիգրանով բանակում չի ծառայել, պավեստկաներ է բաժանել տալիս եւ այդ պավեստկաները հասնում են մարդկանց, ովքեր գնում են իրենց ծառայության վայր, անցնելով այսպիսի ճանապարհ։ Դուք զգում եք, երբ ես ասում եմ, որ Հայաստանը վեր է ածվել մորալ օրենքներից բացարձակապես զուրկ մի կազմակերպության, ինչ դիպուկ համապատասխանում է դա մեր այսօրվան, մեր այս պետություն կոչվածին, անցել է քաղաքապետի ընտրություններից 1 տարի, այս խայտառակության համար Ավինյան Տիգրանի նկատմամբ կարող են սկսել անվստահության գործընթաց Երևանի ավագանյում, որ նա չծառայած լինելով պավեստկաներ է բաժանել տալիս եւ այն մարդկանց մի մասը, մի փոքր, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ուղարկում են ահա այդպիսի դիրքեր։ Սա խոշոր սկանդալ է, սա խոշոր հանցագործություն է, արգելի բարեկամներ, որը պիտի ունենա քաղաքական, որը պիտի ունենա իրավական հետևանքներ։ Ինչու՞ չեք սկսում անվստահության գործընթաց, օրինակ Ավինյան Տիգրանի նկատմամբ, ասում են, որովհետև այնտեղ կա դոգի կուսակցությունից 2 անդամ, որոնց իշխանությունները գնել են։ Դուք հասկանում եք սրանց ամորալությունը։ Դուք հասկանում եք սրանց ստահակությունը։ Հարցը, որպեսզի ավագանու օրակարգ մտնի, պետք է 22 ավագանու համաձայնություն, չի մտնում։ Մտցրեք հարցը ավագանու օրակարգ, 3 այսպիսի փաստեր ներկայացրեք, մեկ է տեսար ՔՊ-ից էլ քվեարկեցին։ Այմար չքվեարկեցին, թող չքվեարկեն։ Թող չքվեարկեն, ոչ մի բան չի փոխվի։ Ասում են, եթե չքվեարկեցին, իշխանությունը կուժեղանա, լուրջ եք ասում։ Այդ իշխանությունը թույլ էր, հիմա էլ պիտի այդ չքվեարկելով ուժեղանա, իշխանությունը ուժեղանում է, որովհետև ձեզ նման ստահակներ կա, ովքեր հանդես են գալիս որպես ընդդիմություն։ Բազմաթիվ առերևույթ հանցագործություններ է իրականացրել Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Իմպիչմենտի հարցը, անվստահության հարցը օրակարգ ինչու՞ չի մտնում։ Ես այս կապիկության մասին չեմ խոսում։ Այս մանիպուլյացիոն, այս գործընթացի մասին չեմ խոսում։ Ես ռեալ անվստահության գործընթացի մասին եմ խոսում։ Այսքան առերևույթ հանցագործություններ է արել, բերել են, ասում են, եկեք անվստահություն հայտնենք, որովհետև Հայաստանի Հանրապետության վարչապետը խախտել է կառավարության ծրագիրը։ Արա դուք ամոթ, աբուր, նամուս ընդհանրապես ունեք։ Դուք ինչի տեղա եք։ Ով եք դուք, որ այս ամենից հետո ասում եք վարչապետը պիտի հրաժարական տա, կամ անվստահություն պիտի հայտնենք, կառավարության ծրագիրն է խախտել։ Չէ, պիտի հրաժարական չտա, որովհետև կառավարության ծրագիրն է խախտել, այլ բաների համար։ Այս գործը անվստահության կոնկրետ պատճառ է, բայց դուք սրա մասին չեք խոսի։ Դուք սրա մասին չեք խոսի։ 2021 թվականին Արարատ Միրզոյանը դուրս է գալիս Նարինե Ղալեչյանի մոտ մայիս-հունիս այդ ամիսների ընթացքում, չեմ հիշում կոնկրետ։ Ասում է, այո, ես գործակալ Օմեգան եմ, պատկերավոր ասած։ Այդ տեսանյութը ինչու է հեռացված YouTube-ից, Հրայր Թամրազյան։ 21 թվականից հետո նոր ընդդիմություն, այսպես ասած, ձևավորվեց, դաշնակները եւ մաշնակները մտան պարլամենտ։ Այս հարցը, թե ինչպես է ստացվել, որ Արարատ Միրզոյանը ազգային անվտանգության գործակալ լինելով հանդերձ հեղափոխություն է իրականացրել, այս հարցը պարլամենտում ինչու չի բարձրացվում։ Թևանյան Անդրանիկ, էլի դոգի կուսակիցներն են մեղավոր։ Այս հարցը, որ Նավսյակի մարդկանց մոլորեցնելու համար, իսկ դու ինչի չես ծառայել բանակում, Թևանյան Անդրանիկ։ Երկու 2019 թվականին
10 հարց եմ ուղում Սերժ Սարգսյանին, անմիջապես քրեական գործ է հարուսում, հրապարակում է այդ գործը, դիզելի հայտնի գործն է։ Կներեք, ասում է, այդ գործը հարուսվել է, որովհետև Զագրեբում պիտի Նիկոլ Փաշինյանը ԵԱԿ անդամ պետությունների արտաքին գործոց նախարարների հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը պիտի գնար զիջումների, 19 թվական խոսում են զիջումների մասին, որովհետև փաստաթուղթ է առաջարկվել Փաշինյան Նիկոլին հակահայկական, ինքը թաքցնում է այդ փաստաթուղթը, ինքը համաձայնվել է արդեն, նա պիտի գնա զիջումների, մեկը կար ասում էր Նիկոլ Փաշինյանը ստիպված պիտի կախվի այդ ժամանակ, որովհետև ուզի պիտի մոտավորապես է մեջ բերում 5-րդ ալիքում էր եթեր տալիս Ագնեսայի մոտ այդ ժամանակ լրագրող էր Ագնեսան։ Հիմա դուրս են եկել նույն մարդիկ, ասում են 2019 թվականին փաստաթուղթ է եղել դրված, ինչու ես թաքցրել եւ չես գնացել զիջումների։ Լսեք, ես Նիկոլ Փաշինյանի մասին ամեն ինչ ասել եմ, մանրամասնությամբ ներկայացրել եմ, թե ով է իրենից, ով է Նիկոլ Փաշինյանը, բայց այսպիսի բան ասողը ով է։ Ինչի տեղա պիտի լինի մեկը, ով դուրս գա 19 թվականին, իր բանդայով, ասի Նիկոլը էս է բան է, համաձայնվել է, փաստաթուղթ կա, զիջման է գնում 19 թվականին, հիմա դուրս գա, ասի 19 թվականի փաստաթուղթը ինչու էր թաքցնում, ինչու չգնաց իր հարցի կարգավորման, ինչի տեղա պիտի լինի, կարող եք ասել։ Դուք հասկանում եք մենք ինչ հարաբերությունների մեջ ենք ապրում։ Ու այս մարդիկ են որոշում։ Այս մարդիկ են որոշում Հայաստանի Հանրապետության վաղվա օրը։ Դուրս են գալիս, ասում են Նիկոլ Փաշինյանը եկել է հողերը հանձնելու համար 18 թվականին։ Իշխանությունը հանձնում են դրանից հետո Նիկոլ Փաշինյանին։ Ասում են Կարեն Կարապետյանին են հանձնել, ես իրեն չեմ հանձնել։ Դուրս են գալիս, ասում են սա հակաարցախյան ինչ-որ շարժում է։ Իշխանությունը սկութեղի վրա հանձնում են Նիկոլ Փաշինյանին, մինչև հանձնելը ապահովում է ազգային անվտանգության ծառայությունը Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։ Պետական պահպանության ծառայության աշխատակիցներն են մայիս 2, մայիս 3 առնվազն այդ ժամանակից ապահովել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։ Հասկանում եք սրանք հրեշ են, հարգելի բարեկամներ։ Սա հրեշավոր մի համակարգ է։ Ու այսքան բանից հետո դուրս կգա մեկը, կասի թուրքերը կգան վաղը։ Թուրքը ինչ պիտի անի, որ դուք չեք արել։ Այ ոչնչություններ, այ պատդոննկներ, թուրքը ինչ պիտի անի, որ դուք չեք արել։ Մեռակ մարդկանց տների հաշվին խումար խաղալով, մեռակ մարդկանց ընտանիքների առողջության, բարեկեցության հաշվին, կյանքերի հաշվին, հայրենիքի հաշվին խումար խաղալով, թուրքը ինչ պիտի անի։ Ասում է Նիկոլը բան է անում։ Արա դուք որ չլինեք Նիկոլը առնվազն կես տարի հետո ինքը չի լինելու։ Դուք եք Նիկոլի հենարանը։ Հասկանում եք։ Դուք համ բերել եք Նիկոլին, համ պահում եք Նիկոլին, ստահակներ։ Ասում է բան է 2 տարի ծառայությունը դարձրեց տարի ու կես։ Ու այս արտահայտությունը անում է մեկը, այն օրը հարցազրույց է տալիս, եթե չեմ սխալվում, Civilnet-ին, Սերժիկի Սանիկը։ Ով բանակից փախած է, նույնիսկ բանակից փախնելու համար քրեական գործ է հարուցված եղել։ Դուք հասկանում եք սրանց ով լինել։ Ու դուք դեռ զարմանում եք, թե ինչու է Նիկոլը մինչև հիմա իշխանության։ Ինչ որ մարդ կա, ով զարմանում է դրանից, հարգելի բարեկամներ։ Մարդը բանակից փախնում է, բանակում չի ծառայում, պարտադիր զինվորական ծառայություն չի անցնում, քննադատում է, որ 2 տարին դարձել է տարի ու կես։
Բանակից է խոսում այս անձնավորությունը։ Նիկոլի բանակին տված վնասներից է խոսում։ Քանի դուք կաք Նիկոլը հայել լինելու է։ Քանի դուք կաք Նիկոլը հայել մնալու է։ Ու սա այս համակարգը բան ենք, չէ՞։ Կարապետյան Նարեկ, մենք ենք, չէ՞ ստեղծել։ Հрьяաները չեն ստեղծել։ Հрья օպերատորները չեն ստեղծել։ Իդեպ դու ինչի բանակում չես ծառայել, այդ տղա։ Դու ինչի բանակում չես ծառայել։ Քո հորը ասա, թող ինքը քեզ ներկայացնի, թե ինչ դավադրություն է տեղի ունեցել 2018 թվականին հայ ազգի դեպուտատ էր։ Ել խոսա դրա մասին։ Հաջորդ անգամ, երբ կգնաս Կարլսենի մոտ, ել խոսա դրա մասին։ Իլուր աշխարհի ներկայացու, թե հանրապետական բանդան ինչ դավադրություն է կազմակերպել հայ ազգի նկատմամբ, որի անդամ է եղել հայրդ։ Բա ինչու չես խոսում։ Մեր ձևով ինչու չես խոսում։ Հələ ձեր ձևով մի հատ խոսա, ինչու ես մեր ձևով լեռում։ Ազգն եք փրկում դուք։ Լսեք, այս ամեն ինչը վաղ թե ուշ ավարտվելու է։ Այս ամեն ինչը վաղ թե ուշ ավարտվելու է։ Այսպիսի ռեժիմներ են կորեք գարողի ծոցը։ Այսպիսի իշխանություններ են փլուզվել, սա էլ է փլուզվելու։ Դա Աստված փլուզի հայը, իսկ եթե ոչ, թող այն փլուզի օտարը։ Ու թող օրհնվի այդ օրը, երբ այս հանցագործ ստահակները այլևս չեն կարողանալու Հայաստանի Հանրապետությունում լինել որոշող։ Թող օրհնվի այդ օրը։ Սերժ Նիկոլին դու ես բերել իշխանության։ Դու ես բերել Նիկոլին իշխանության, Սերժ։ Սերժ, դու ուրիշ բոզ չունեիր։